Ձեր լիազորությունների դադարեցման մասով արդյունավունքների եվրոպական դատարանում ունեք դիմում։ Ինչ փուլում է գտնվում։ Հիշում որ կառավարության ուղարկել էին կոմունիկացրել էին, այո։ Ընդունվել էր վարույթ եւ հրատապ կարգավիճակ էր տրվել, բայց ամիսներ անց այդ հրատապությունը դուրս եկավ եւ պարզվեց, որ 8 դատավորի գործ, որոնք որ եվրոպական դատարանը համարել էր, որ հրատապ պետք է քննի եւ հրատապ լուծում պետք է տա այդ հարցին, որ այլևս հրատապ չի։ Դա նշանակում է, որ դեռ շատ երկար է տևելու այս process-ը։ Իսկ կար հիմնավորումը ինչով հրատապ չի, պարոն Վարդազան։ Տալիս էր դատարանը այդ հիմնավորումը, թե մինչ այդ հրատապեր ինչու այս փուլում որոշվեց, որ հրատապության հիմքեր չկան։ Եթե ես չեմ սխալվում, իմ փաստաբանները հարցում են ուղարկել եվրոպական դատարան, որ պատճառները հասկանան, բայց այդ գրության մեջ որևէ բացատրություն կամ որևէ մեկնաբանություն, թե ինչու այլևս հրատապ չի, չկար։ Պարոն Վարդազան, դուք եք եւ կարող եք հիշեք այն մյուս 7 դատավորների անունները մեզ հուշեիք, հասկանայինք, տեսնենք ովքեր են։ Ես միգուցե այդ 8-ի անունները չհիշեմ, բայց ես էի, Սուքոյաններ, Նաշկարյաններ, Վճռաբեկ դատարանի 3 դատավորներ էին, Ասլիկ Խառատյան վերաքննիչ դատարանից, Արտակ Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան եւ 4-րդի անունը այս պահին չեմ մտաբերում։ Այդ բոլոր գործերը ոչ թե մեկ վարույթով, այլ մեկ օրվա ընթացքում որոշ տարբեր վարույթներով, բայց ըստ էության մեկ որոշմամբ էին ընդունվել, որովհետեւ հասկացել են, թե ինչ է կատարվում Հայաստանում դատական իշխանության հետ։ Երկար ինչքան, պարոն Վարդազան, տարիներ, 5-6 տարի, այսինքն եւ 5 եւ 6 եւ 10 միջև հնարավոր է այդքան տևի process-ը։